կզրուցենք երգիչ Արթուր Խաչենցի հետ։ Արթուր, ակցիայի նպատակը արդարության հասնելն է։ Բողոքում են խոշտանգման դեպքերից օրեր առաջ տեղի ունեցած։ Ձեր դիտարկմամբ նման ակցիաներով հնարավոր լինելու է այդ բողոքի ձայնը տեղ հասցնելի վերջո եւ արդյոք այս իշխանությունները հաշվի կնստեն արցախցիների բողոքի ձայները։ Դե ցանկացած իշխանություն առիթավորում է, երբ որ լուր ես լինում, հանդուրժողական ես լինում, շուրջդ կատարվող ամեն անարդարության հետ ու աստիճանաբար ավելի են վատթարացնում իրավիճակը, որովհետև սա կոնկրետ անձնական բողոքի ակցիա չի։ Բողոքը նրա համար, որ մենք հաշճենք թուրքերի հետ չեն կարող ապրել, որտեղ ցանկացած իրեն հարգող մի քիչ արժանապատվություն ունեցող մարդ, ով եռաբլուրում հարազատ ունի կամ հարազատ չունի, ծանոթ ունի կամ հայրենակից ունի պարկած, թուրքերի հետ հնարավոր չի ապրել կամ չի կարելի, օրինակ, ավելի շատ ինչն է մեզ օրինակ դրդե, որ դուրս գանք ու մեր բողոքը, մեր ներկայությունը ներկայացնենք այստեղ այն իմաստով, որ ասենք խուլիգանություն են անում հենց ոստիկանական ծառայության մեջ կատարվող անձինք ու խուլիգանություն են անում այն անձի հանդեպ, ով զրկանքներ կրելով հասել է այստեղ ողջ, բայց իր ընտանիքի բոլոր անդամները զոհվել են, մեկը չունի կողքին ու հերիք չի ծեծում են, մի հատ էլ վիրավորում են իր զոհված հարազատներին։ Ու ցանկացած մարդ ուղղակի մի վայրկյան, եթե իրան պատկերացնի տվյալ անձի կողքին, բնականաբար մենք բոլորս հավաքվել ենք մեր հայրենակիցի կողքը, որ հասկացնենք, որ ինքը մենակ չի ու դեռ այս ազգի մեջ կան մարդիկ, ովքեր իրենց հայրենակիցին կյանքում երբեք մենակ չեն թողնի։ Արցախցիներին կոնկրետ թիրախավորելու դեպքերը մենք տեսնում ենք նաև սոցցանցերում ակտիվ են որոշ շրջանակներ, ինչով եք մանավարում, ինչ խնդիր են ձեզ փորձում լուծել դրանով։ Պատվերը Ադրբեջանից է գալիս, որովհետև ամիսներ առաջ էլ անձամբ իմ անձի, իմ ստեղծագործական Արցախյան այդ բարբարի հետ կապված, թե ինչի է մեզ Արցախի դրոշ կրում մինչ օրս, այդ ադրբեջանական քարոզչամեքենան է, որ հասնում է այստեղ ու այստեղի հպատակությունը, որ ամբողջությամբ պատկանում է Ադրբեջանին, իրանք են սրում ես իրավիճակը, որովհետև ցանկացած հայի, որ պատահական որևիցե միտեղ կանգնացնես, հաստատ ինքը թշնամանք չունի գյումրեցու հանդեպ կամ արցախցու հանդեպ կամ որևիցե մեկ այլ հայ մարդու հանդեպ, անկախ այդ մարդու, չգիտեմ, կարծիքից, պատկանելությունից եւ այլնից, որովհետև բոլորս մարդ ենք ու բոլորս գոնե վաստակել ենք այն արժանապատվությունը, որ ապրենք մեր հայրենիքում, որ ստեղծագործենք, պայքարենք մեր հայրենիքում, որովհետև սա էլ է պայքար, սա էլ է կռիվ։ Եվ մարտի 29-ին նախատեսվում է ավելի մեծ հանրահավաք արցախցիների կողմից, մասնակցելու եք։ Բնականաբար, ու վստահ եմ ավելի շատ արցախցիներ, որովհետև շատ արցախցիներ նաև այսօր նյութական առումով են կախված, ցավոք սրտի եմ ասում, որ այդ 40-50 հազարի համար պիտի համախմբվեն, այլ ոչ թե սենց մինուճար մի հատ երեխում շատ այլանդակ ձևով ծեծել են ու շարունակում են հնդել, որ նման բան տեղի չի ունեցել կարծես թե։ Բազմաթիվ խնդիրներ են արձանագրվում արցախցիների հետ կապված, դուք սոցիալականին էլ անդրադարձեք, դուք ունեք որոշակի տեղեկություններ, թե էլ ինչ խնդիրներ ունեն արցախցիները այս պահին։ Դե եկեք մի բան նախ եւ առաջ հասկանանք, որ արցախցիների խնդիրներին ուշադրություն չի դրվում, արցախցիների ցանկացած հայ ժողովրդի որից է տարածաշրջանի կապ չունի արցախցիա թե որտեղի հայա։ Իրենց խնդիրներին ավելի շատ ուշադրություն չեն դարձնում, ինչքան օրինակ թուրք լրագրողներին։ Ավելի, ասենք այսօր, եթե մենք այսքանից հավաքվել ենք, խնդրենք, որպեսզի Հայաստանի որևիցե մի հատ ղեկավար իր մոտ դուր բացի, որ հասկանա, լսի մեզ, հաստատ չեն բացի, բայց պետության հաշվին Թուրքիայից լրագրողներ են գալիս, լուսաբանում են, պարսկական նույնիսկ մզկիթներն են ներկայացնում թուրքական, հայերի ինքնասիրության ձեռ են առնում, չգիտեմ, Եռաբլուրում, թե Ծիծեռնակաբերդում ու բոլոր են մարդիկ, ովքեր ուղղակի հիասթափվել են պայքարելուց, չգիտեմ, ես կոչ եմ անում, որ եթե մենք դեռ հույս ունենք այս հայրենիքի, այս հողի ջրի հետ, դեռ կռիվ ունենք անելու, պետք է ցանկացած հնարավորին ու անհնարին ձևով մեր խոսքը, մեր ձայնը, մեր պայքարելի ձևը ցույց տանք, որ մենք հաս չենք այս ամեն ինչի հետ, հաս չենք, որ խոսքի մեր
ինքնասիրության հետ կամ միջև հետ մեր կատարած աշխատանքը, մեր նվիրատվությունը, մեր մարտինը, մեր ազգային պատկանելությունը ուղղակի գծվի ոտների արա։ Այսօր մենք երբեք թշնամու հետ չենք կարողացել ապրել ու չենք կարողանա ապրել։ Այդ պարագայում արցախցիները ինչ են հասել մինչև Երևան, ինչ են հասցրել։ Մենք եթե Թուրքիայի հետ ուզենայինք ապրենք Ադրբեջանի կարգադրությամբ, մենք այսօր Արցախում կապրենք Թուրքերի հետ միասին։ Մենք չենք պատրաստում Երևանի որովհետեւ մի հատ տարածաշրջանում կամ Հայաստանի Թուրքիայի հետ հավասար հաց կիսենք կամ ապրենք, որովհետեւ մենք լիքը չլուծված հարցեր ունենք։ Երբ որ այդ լուծվեն այդ հարցերը, միգուցե օրից մի օր դա հավանական կլինի գոնե 0.001%-ով։ Ասում են այլ ընտրանք չկա խաղաղությանը, պատերազմ եք ուզում, իշխանությունները հիմնականում այս թեզն են առաջ տանում, հասարակությունը ահաբեկելով պատերազմով։ Հասարակությունը պետք է նաև հասկանա փոխադարձ Ադրբեջանից ինչքան ֆեյք տեղեկատվություն է գնում, մտնում թե Հայաստանի պաշտպանության նախարարությունն է հրադադարը խախտում։ Հասարակությունը պետք է հասկանա, որ նույն ֆոնի, նույն ժամանակահատվածում այդտեղից ասում են, որ հայերը ստոր են, ստախոս են, իրենց չի կարելի վստահել, հավատալ, դե խաղաղություն չի, դա ուղղակի պարտվողականության շղթա է, որ շարունակապար գնում է, որովհետև որևիցե մեկը պատասխանատվություն իր վրա չի վերցնում, որ ինչ-որ պարտություն կամ ինչ-որ ձախողում գոնե ինչ-որ չափով Իրանն է եղել։ Ու այս պարտությունների շղթան հայել անընդհատ գնալու է, քանի դեռ մենք վախենալու, մեր վախն է մեր թշնամին, մեր այդ վախկոտությունը, որովհետև եթե մենք վախենում ենք պատերազմից, մենք հայել Թուրքի լծի տակ ենք լինելու։ Ինչ խնդիր են ձեր կարծիքով հիմա լուծում իշխանությունները, թե սա պարզապես թուրք-ադրբեջանական օրակարգ իրականացումն է Հայաստանում եւ իրենց օրակարգը չէ։ Վախով են սրսկում, վախի մթնոլորտ, թուլամորթի, անողնաշարի, անինքնասերի, բայց որը մեր հետ ընդհանրապես կապ չունի, որտեղ էլ եմ ասում, այս ամեն ինչը թուրքական քարոշամեքենան է, հայ ցանկացած միտեղ որ հայերին իրար մեզ բաժան են անում, ոչ կրոնական է, ոչ չգիտեմ մտածելակերպի, այլ այս մեկը, այս ինչ տարածաշրջանի հայ է, այս ինչ տարածաշրջան, սա 30-40 100 քանի տարվա թուրքական քարոշամեքենան է, որ պետք է հայերին բաժան անել իրարից, որպեսզի կարողանան հաղթել։ Դուք որևէ ելք իրավիճակից տեսնում եք այս պայմաններում։ Բնականաբար ելքերը շատ են, որ ամեն մարդ իր խրամատում պետք է գործի։ Ես այսօր, ասենք, բարբառի պահպանություն եմ անում, երգում եմ, ստեղծագործում եմ, մշակույթի բնագավառում եմ, բայց որ սենց անհանդուրժողական բաներ ալնում, չես կարող էլի ուղղակի ուղեղդ սիրտդ հոգիդ անջատես ու վեր ընկնես ինչ-որ մի հատ անկյունում ու սկսես ինչ-որ կարծես թե դու քո արվեստի միջոցով ես այդ ամեն ինչը արտահայտում, որովհետև հենց չես կարողանում այսօրվա իրականության հետ հաշտվես։ Չես կարող օրինակ քայլել փողոցներով ու տեսնել, որ ասենք շուրջդ ամենտեղ անարդարություն է։ Շնորհակալ եմ շատ։ Ձեզ նույնպես։